Պարոն Դանելյան, պարզ դարձավ վերջին քաղաքացիական պայմանագիր վարչանիստից, որ դուք, այսպես ձևակերպեմ, ձեր քվեները ստացել եք 50-յակում եք հայտնվել զեղծարարությամբ եւ որոշում կայացվեց ձեզ հեռացնել ցուցակից եւ նաեւ առաջիկա ընտրություններում ընդհանրապես որևէ մասնակցություն չեք ունենալ։ Եթե ինչ-որ բան սխալ եմ ասում, ինձ ուղղեք։ Շնորհակալություն հարցի համար, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել իմ թեկնածությունը, հաշվի առնելով որոշակի դրվագներ։ Որ դրվագներ։ Դե դա ներկուսակցական խոսակցություն է, որը չէի ուզենա։ Խարդախությունների հետ կապ ունի։ Չեմ կարող ասեմ, ով ինչ պիտակավորում գտես, խարդախ մարդ չեմ, իս ճանաչողները լավ գիտեն, ուղղակի կուսակցության գործընթացները, որը վարչության որոշմամբ անհամատեղելի եղել կարգի հետ։ Բայց քանի որ ներկուսակցական խոսակցություններ է, ես չէի ցանկանա դրանք լուսաբանել, ես ինձանից ոչ մեկ ոչ մի փաստ չի պահանջել։ Ես ոչինչ ոչ ապացուցել եմ, ոչ պարզաբանել եմ, ոչ էլ հավելյալ մեկնաբանություն եմ տվել։ Կուսակցության վարչությունը որոշում է կայացել, որ իմ թեկնածությունը չեղարկվի, ես ընդունել եմ որոշումը եւ դուրս եկել այդ սենյակից։ Բայց ինչի է կասկածի ենթարկվել։ Խնդրում եմ հերթով էլի։ Ինչի է կասկածի ենթարկվել ձեր ձայների քանակը, որովհետեւ նշում որ կեղծիքների եք դիմել, այդքան ձայն չպետք է ստանայիք եւ կասկածներ առաջացել, որ դուք այդքան ձայն եք հավաքել։ Չգիտեմ ում մոտ է կասկած առաջացել, ինձ ձայների քանակի մասով մինչև այսօր որևէ մեկը որևէ հարց չի տվել։ Բայց ինչն է եղել պատճառը։ Ասեցի, ներկուսակցական քարոզարշավի կետի հետ կապված վարչության որոշմամբ համարվել է, որ այդ կետը խախտվել է։ Այսինքն նախընտրակարողություն եք իրականացրել։ Օրինակ գործընկերոջ հետ շփումը կարող համարվի քարոզություն։ Օրինակ եմ բերում։ Պարոն Դանելի, կարող եք ասել, որ դուք համաձայն չեք այդ որոշման հետ։ Ես ընդունել եմ այդ որոշումը եւ հայտարարություն եմ տարածել, որին ավելացնելու ոչինչ չունեմ։ Անարդար չեն վարվել ձեզ հետ, որովհետեւ կարծես թե դուք միակը չէիք այդ նման ձև վարվելով, ընտրվելու Ես լինելով կուսակցության անդամ, հարգում եմ կուսակցության կանոնները, ընդունել եմ, որ վարչության որոշումները պետք է նաև իմ համար ենթարկվելի լինի եւ ընդունել եմ այդ որոշումը եւ արժանապատվով դուրս եմ եկել այդ սենյակից հայտարարելով որոշման մասին, որպեսզի մեր սյունեցիները այդ հարցերի պատասխանները իմանան եւ ընտրողները եւ ժողովուրդը։ Ես քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ եմ, եթե դուրս գալու մտադրություն լիներ, խմբակցությունից է դուրս կգայի, հայտարարություն կտարածեի։ Ես գործող падգամավոր եմ, ներողություն եմ խնդրում, գործող падգամավոր եմ եւ դեռ 2 ամսից ավել իմ լիազորությունները ունեմ, շարունակել եմ իմ լիազորությունները, հետագայում չեմ ունենալու մանդատ 9-րդ գումարման ազգային ժողովում, բայց դա չի խանգարելու ինձ լինել սյունեցների կողքին, որովհետեւ ես երբեք մանդատով չեմ եղել եմ սրտով, իսկ իմ սիրտը իմ հետ է, ես այդ հողու ջրի մարդ եմ եւ շարունակել եմ իմ ակտիվ գործունեությունը հանուն Շունիկի մարզի, ես վիրավորված չեմ, ինձ երբ վիրավորում են, ես պատասխան եմ տալիս, ես վիրավորված չեմ։ Ոչ, իհարկե չունեմ։ Կառավարությունում կարող են ձեզ տեսնել, որովհետև տեղեկություններ կան, որ ոչ, ես որևէ բավականին մտերիմ եք եւ նաեւ այն որ դուք ձայներ եք ստացել, նաեւ իր շնորհիվ է։ Ես դες տղամարդկային արժանապատվությամբ ասում եմ, որ Արայիկ Հարությունյանը որևէ կապ չունի իմ տղաս ձայների հետ եւ ընդհանրապես ես իր հետ անգամ այդպիսի խոսակցություն չեմ ունեցել։ Մեկ, երկրորդը որևէ առաջարկ չունեմ գործադիրում աշխատելու, նախ առաջին հերթին ես գործող падգամավոր եմ եւ կոռեկտ էլ չի իմ ինձ առաջարկ անել գործադիրում, քանի որ ես դեռ 2 ամսից ավել ունեմ օրենսդիր գործառույթներ։ Պարոն Դանելյան, ինչու այդքան խիստ վարվեցին ձեզ հետ։ Եթե դուք ասում եք ես ուղղակի զրուցել եմ, փաստորեն դա դիտարկվել է որպես թակուն քարոզարշավ, որ դուք իրականացրել եք։ Ունեք բացատրություն ինչու են այդքան խիստ ձեր հանդեպ։ Ես թակուն ոչինչ չեմ անում եւ որոշում կայացնողն ես չեմ, հետեւաբար ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել։ Բայց դուք չունեք բացատրություն։ Որոշում կայացվել է իմ շուրջ, բայց ես չեմ եղել որոշում կայացնողը, հետեւաբար ես չեմ կարող մեկնաբանել։ Պարոն Դանելի, դա կոլեկտիվ քննարկման արդյունք էր, այսինքն ամբողջ վարչության անդամները պետք է քվեարկեին ձեզ այսպեսի որոշ ձեր դեմ այսպեսի որոշում։ Այո, ամբողջն է։ Ձեր տվյալներով կան մարդիկ, որ դեմ էին եղել, այսինքն դա ամբողջ միասնական բաց քվեարկություն ա եղել, բայց միաձայն չի եղել։ Այսինքն տարակարծություններ ամեն դեպքում եղել են։ Հավելյալ մեկնաբանություններ չեմ ուզում տամ, հարց եք տալիս, ոչ միաձայն չի եղել քվեարկություն։ Ովքեր են ողջունում։ Ես ամենայն հարգանքով ես իմ սկզբունքներին դեմ եմ, մեր ներկուսակցական, ներանձնային նաև շատ բաներ չեմ սիրում լուսաբանել, բարձրաձայնել։ Ես առաջարկում եմ շատ հարցերի պատասխանել, դիմեք կուսակցությանը, կուսակցությունը պատասխանի, որովհետև կոռեկտ չի։ Մենք մեր ներսում
քննարկումներ ենք ունենում, արդեն ես 5 տարվա падգամավոր եմ։ Որոշումներ են կայացնում, ճիշտ չի դրանք լուսաբանվի, որտեղ կա ինստիտուտներ, այդ թվում կուսակցության խոսնակ, ում կարող եք դիմել եւ պատասխանել։ Պարոն Դանելյան, բայց դուք ամեն դեպքում ուղիղ չասեցիք, ձեզ կանչել են, ասել են ապացուցեք կամ ինչպես է տեղ ունեցել այդ ընթացակը։ Ինձնից ոչ մեկ ոչ մի ապացույց չի ուզել։ Կանչել են, քննարկել ենք, որոշումը կայացվել է, ընդունել եմ եւ դուրս եմ եկել։ Դա կուսակցության կանոնադրությունն է, կուսակցությունում կա ինստիտուտ, որը կոչվում է վարչություն, որը լիազորված է որոշումներ կայացնելու։ Ես էլ որպես պարկեշտ անձնավորություն, ով կարգ ու կանոն հարգող մարդ է, ընդունել եմ այդ որոշումը եւ շարունակում եմ իմ գործառույթը ազգային ժողովի падգամավորի կարգավիճակում, մինչև կգա վերջին օր եւ նոր նիստ կգումարվի հաջորդ գումարման ազգային ժողովի, ես կդադարեցնեմ իմ լիազորությունը, այդ ժամանակ կհայտնեմ, զբաղվում եմ քաղաքականությամբ, թողնում եմ քաղաքականությունը, շարունակում եմ արվեստով եմ զբաղվում, մեծ հաճույքով այդ ժամանակ կպատասխանեմ այդ ժամանակվա հարցերի։ Այսինքն այն խոսակցությունները, որ թիմի ներսում խորհուրդներ են գնում, դժգոհություններ կան, կոպիտ ասած իրար տակ են պորում, այս ամեն ինչը ճիշտ է։ Ես դեռ 5 տարվա մեջ չեմ լսել մի անգամ իմ գործունեությունից, իմ կուսակից ընկերները դժգոհ են, նաև կարծում եմ նաև մարզի ժողովուրդը դժգոհ չեն, որովհետև միշտ եղել եմ մարզի ամենաթեժ կետերում, եղել եմ Սյունիքի կողքին ու միշտ բարձրացել եմ Սյունիքին վերաբերող հարցեր ու կառավարող ուժի մեջ եղել եմ Սյունեցու ներկայացուցիչը, այլ ոչ հակառակը։ Այո, քվեարկության արդյունքում ինչպես հայտարարել եմ, ես հաջորդ գումարման ազգային ժողովի նախընտրական ցուցակում չեմ ներկայացել։ Որ ներքին խնդիրներ կան կուսակցության մեջ, խմբակցության մեջ։ Ենթադրություններ չէի ցանկանա անել, ճիշտ ասած։ Ենթադրություններ չեմ ուզում անել։ Այսինքն բայց ճիշտ ենք հասկանում, դուք վարչության նիստում անձամբ խոստովանել եք, որ ինչ-որ խախտումներ այնուամենայնիվ թույլ եք տվել եւ հեշտությամբ ընդունել եք վարչության որոշումը։ Ես հեշտությամբ ընդունել եմ վարչության որոշումը, թե ինչ է քննարկվել, չեմ ուզում մանրամասները բարձրաձայնել, որովհետև ճիշտ չի, դա մեր ներսի քննարկումն է, բազմաթիվ նմանատիպ քննարկումներ են եղել, եւ ես երբեք սովորություն չունեմ այդ փակ գաղտնիք քննարկումները մեր համար գաղտնի, ոչ թե պետական գաղտնիք բարձրաձայնել։ Ընդունել եք, բայց համաձայն չեք, դա ինձ ուզում ճշտել։ Ես ընդունել եմ վարչության որոշումը եւ հայտարարել եմ այդ որոշման հավելյալ մեկնաբանության կարիք չունեմ, իսկ ավել տեղեկություն ստանալու համար առաջարկում եմ դիմել կուսակցությանը, եթե չեմ խամ կուսակցությունը խոսնակել ունի, թող պատասխանեն հարցերին։ Այդ քննարկման նախաձեռնողն ով էր, Փաշինյանը, վարչության նախագահը։ Ինձ վարչությունից են հրավիրել, վարչությունը ենթադրում եմ վարչությունը ինձ զանգարել են կուսակցությունից եւ հրավիրել։ Փաշինյանի հետ խոսել եք, բարձրաբանել եք, ասել եք ձեր տեսակետը։ Բոլորի հետ քննարկում ա եղել, շատ կարճ եւ ես ընդունել եմ այդ որոշումը։ Բոլորի այն մարդկանց, որոնք էլի դուրս են մնացել նույն Ոչ, պատճառաբանությամբ։ վարչության անդամները եւ վերահսկող անդամները, այլ մարդ չեղավ։ Իսկ Փաշինյանը ձեզ ինչ է ասել։ Դուք նորից հարց եք ուղղում, ես նորից չեմ կարողանում պատասխանել ձեր հարցին եւ չեմ ցանկանում, որտեղ դա մեր ներսի քննարկումն է եւ այդքանով առաջարկում եմ համանապարկենք ներկուսակցական թեման։ Ես եմ շնորհակալ։